Շիրակի մարզի սողանքային երևույթների ազդեցության գոտում գտնվող 3000 հեկտարից ավելի տարածքից ամենավտանգավորը Առափիի սողանքային գոտին է։ Հողի տեղաշարժի պատճառով դեռ 14 տարի առաջ գյուղի 11 ընտանիքի փոխհատուցում է տրվել, այլ տեղում տուն ձեռք բերելու համար, բայց նրանցից ոչ բոլորն են հեռացել վտանգավոր գոտու տներից։ Իսկ Մարտիրոսյանների ընտանիքը այդ փոխհատուցումից չի էլ օգտվել։ Հենց իր տան տարածքում էլ 2017 թվականին ճապոնացիները տեղի մասնագետների հետ համատեղ հորատումներ են արել։ Մոտ 30 մետր խորության վրա հորատանցքեր բացել, ջրահեռացման համակարգ ու սողանքի շարժը չափող սարքեր տեղադրել։ Սա հարևաններն ստացել են իմս ինձ է, քուգը տրենաշ կենենք։ Հասկնաս կե, տրենաշ չերին, ծագին մտան իշխոր լջի մեծը ջուրն եկավ։ Մեծ ծագերը փակվել են, ջուրն էլ են նորից տանտակ է։ Տան տակ գնացող գրունտային ջրերից պատերը ներսից ու դրսից խոնավ են, հողն էլ անընդհատ տեղաշարժ ունի։ Տան արտաքին պատերին նոր ճաքեր են առաջ եկել, հները ցեմենտով ու ավազով ամեն տարի է փակում։ Մեդոնք այդպես ուր կրշենստի սաղմելի, իա, արդեն գնի։ Պրոս դարզերը չեն էր, որ դարզերը նոր էլի մչակչով զարգեմ, արանք նստես կերևա։ Սողանքային երևույթների փաստացի ազդեցության տակ են 100-ից ավելի տներ։ Հողի սողքն էլ ավելի է ակտիվանում գարնանը։ Անձրևները շատ են, գրունտային ջրերն էլ դրենաժների հաճախակի խցանվելու պատճառով ջրահեռացումը լավ չի լինում։ Գյուղի ամեն տուն սողանքներն ուսումնասիրելու ռեալ օբյեկտ են համարվում։ Էմի ներկա մոմենտից նամշահոտը տունն է, գիշերել որ մի ամդին քնին չէ, մեկի դսա շախկոց կելդի։ Ինքնոր ասատկա կուդա, կրիշը գշախկրդա։ Դե կրնամի օրմել մեկից նորից ծլա երտա մեկել տագը մնան։ Ես քնիմ կելին փարկուդամասուն որ ես որ լուսացրել եմ։ Այս սողանքը սպես ավիրել է մեր տունը։ Չենք կրնան արդվաներով դաժե վերևելնինք։ Դիա փլվել է, խնդրեմ, նստել է, դուրը կոդորվել է, մինեսից դուք կնկարահանեք կտեսնեք։ Պադուհանը չենք կրնա բացել, դեկտեմբերի վերջ ենք։ Մեկիջեմ սիրունցրը որ ամոթ էր մեր 1000 տեսակի մարդկեր տար կուկար գմդներ կելներ հարսս էլ է փագե նորից դիա պոգվել են դե թղթերը պոգվետ հապել են, ալին են խպե պադին, որ կամին նեշ չգա, բայց էլի հնարավոր չէ։ Բաղդասարյանների տուն ամեն տարի փրկարարներն են այցի գալիս, անզեն դիտարկումներ են անում, պատերի ճաքերին հսկիչ թղթեր կպծնում, որ դրանցով չափեն հողի տեղաշարժը։ Ու տան բազմաթիվ հատվածներում կա այսպիսի տարբեր թվականին թվանշված, օրինակ ես եղել է 16-11-2017 թվականին, դե այն հատվածում էլ նույնպես ունենք ամեն տարի եկե ուսումնասիրություններ են էլի։ Սողանքային գոտում դեռ 70-ականներից տներ են կառուցել առանց վիճակի ուսումնասիրության, առանց մասնագետների դիմելու։ Բացի չափիչ սարքեր ու դրենաժներ դնելուց կանխարգելման կարևոր միջոց է նաև այդ սահմաններում թեքությունների վրա ծառեր տնկելը։ Չարացի պատճառով սողանքային գոտու տները վթարայնության տարբեր աստիճաններ են ձեռք բերել։ Դրանցից 74-ը 3-ից 4-րդ կարգի վթարայնության է, բայց փլուզման վտանգի տակ է 10-ը։ Մի 3-4 հատ, որ անձամբ ես եմ ուսումնասիրել, գնացել, տեսել, որ հնարավոր չէ ուղղակի էլի։ Փոխհատուցում այս պահին չի քննարկվի վերանորոգումը, որովհետև ինձ թվա թե նաև ռիսկային խումբը դարել է 4-րդ ռիսկային աստիճանի, գիտեք, որովհետև չգիտեմ էլի, պիտի օգնենք, հնարավորության սահմաններում պիտի օգնենք, բայց ես արդեն կառավարության միջամտություն է պետք, տեղային մակարդակով չի թվում, որ կարողանանք։ Հրատապ խնդիրը կարգավորելու առաջարկով շատ է դիմել մարզի ղեկավարությանը, բայց հարցը ոչ մի անգամ չի քննարկվել, միայն սեղանի շուրջ ուսումնավարժանքներով միջոցառումների պլան կազմելով, որին նաև վարչական ղեկավարին են հրավիրում։ 70-ականներին կառուցված տներից բացի 1996 թվականից գյուղի դպրոցն է տեղակայված նույն սողանքային գոտում։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։